դիմադիր եք, հա, այդպես դիմադիր եք հանդեսգրից, բայց այս իշխանությունը տարի արդեն իշխանություն է, քաղաքային իշխանություն է, մի որևէ դրական բան դուք տեսնում եք, որ արել եք։ Որևէ դրական բան կիսատ լուծումներ, ամեն ինչը կիսատ եմ տեսնում, որ մի բան որ ասես, որ մտածված ու ընդհանուր շինարարական անարխիան, մարդը ասում է ճարտարագիտական խումբ ունենք, որ որոշումը կայացում, ոնց կարելի է այդ կոռուպցիայի, բացահայտ կոռուպցիայի բանը ասում, այսինքն ոնց կարա ճարտարագիտական խումբը կամ քաղաքապետը իր հայացողությամբ ասի, այստեղ 15 արգանի ենք թույլ տալիս, այստեղ 30 արգանի, այնտեղ 5 արգանի, ոնց կարա հայացողության լինի։ Դա բոլորին կոռուպցիա, սաղ աշխարհը գոտի ավրոմ ունի, զոնինգ ունի, թուղթի վրա գրված է, այս տարածքում ընդամենը 5 արգանի կարող արեցեք, որ չկան մարդիկ կաշառքան 20 արգանի սարքեն։ Այս փողոցում կարեք 12 արգանի սարքեք օրինակ։ Գոտի ավրոմը, զոնինգը կոչվում, որ մեր հատակագիծը չունի, գլխավոր հատակագիծ չունի։ Պարոն Ավինյանը որոշել իր հայեցողության բանի, ասում ճարտարապետներն են որոշում, հիմա մեղք ուզում է ճարտարապետների վրա։ Այստեղ հայեցողությամբ, այսինքն կոռուպցիան սարքեն հայեցողությամբ, լրիվ համակարգային կոռուպցիայի սխեմայի է գործում։ Շինթույլտվությունները լրիվ 100% ես կարող ասեմ, թե ուրիշ տարբերակ չկա։ Այստեղ կասկածներ են, որ համակարգային կոռուպցիա են, ուրիշ բան չկա այստեղ։ Դիմումներում ու ես հետաքրքիր պատմություն, այսօր երեք ինձ զանգել են, իմ գնացել 15 տարի առաջ սահմանամերձ գյուղում ես հողատարածք ունեմ, ընդ 15 տարի ջրավազան եմ սարքի, որ ծառերը ջուր տամ, ջրամբարի համար կոռուպցիան գործ են բացել իմ վրա 15 տարի գյուղապետին կոռուպցիան մեղադրանք են առաջարկել, որովհետև ինքը թույլ է տվել ինձ առանց թույլտվություն թե ջրամբար սարքեմ։ Ես թույլտվությունը հետո վերցրեմ հաշվարկներն, բայց հիմա այսօր պիտի գնամ հակակոռուպցիան, մի տարի առաջ գնացեմ հարցաքնվել եմ, գյուղապետի վրա գործ են հարուցել 15 տարվա, հա հիմա մի հատ էլ այսօր պիտի գնամ, տեսեմ ինչ են ուզում, պատկերացնում եք այս մարդը միլիոնավոր դոլարների ձրի հողերը բաժանում, որ մարդիկ բանան են, բարձրակ շենքեր սարքեն առանց գոտիավորում, թե օրինակ եթե մինչև 5 արգանի է 5-ից վերև արդեն ձրի հող է բաժանում, միլիոնավոր դոլարների ձրի հող է տալիս, բարձրակ շենքեր սարքեն, այնտեղ գործ չեն հարուցում, անիվի վրա գործ չկա, իմ գյուղապետի վրա գործ են հարուցել, հիմա կարող է իմ վրա մի բան հարուցել, այսօր պիտի գնամ տեսնեմ։ Ինչպես։ Ալանավոր է։ Չգիտեմ, այսօր պիտի գնամ հարցեմ։ Ես մեղ չեմ գործել, ես օրինականացրել եմ, բայց այն սկզբի ժամանակ որ թույլտվություն չեմ ունեցել, դա քրական գործ չի կարելի, բայց չեմ հասկանում ինչ են գյուղապետի վրա քրական գործ արեցել։ Այդպես մի սաղ Հայաստանի քաղաքապետ գյուղապետ որտեղ մի հատ անօրինական կառույց ունի, պիտի գնա այդ քաղաքապետի վրա քրական գործ արեցել։ Քանի որ դուք ընդդիմադիր եք։ Ես ուրիշ բան չեմ տեսնում։ Ո՞վ պիտի գնա 15 տարի առաջ նայեի Պետրոս Զարոկյանը այնտեղ սահմանի գյուղի վրա մի հատ ջրավազան ասակի, ով է թույլտվություն տվել։ 15 տարի առաջ գործ է էսի, 15 տարի առաջ է էս։ Մի տարի առաջ են գործը հարուցել։ Մասնակցելու եք։ Չէ, ես չեմ ասում, ես միակ քաղաքապետարան, ես քաղաքացի չեմ որ մասնակցեմ, այսինքն ես ավականի եմ միակ կարող լինեմ։ Բոլորին մաղթում լավ Ես ոչ մի ուժի չեմ կարող, ես ասում եմ, միշտ ասում եմ ժողովուրդը պիտի իրենց որոշումը կայացնեն եւ տարբեր կուսակցություններ լինեն, որ ոչ մի գերակշռ կուսակցություն չլինի, որ մենաշնորհ չունենա։ Մենաշնորհը լինի, թե իշխանությունը կարող կոալիցիա որ լինի, իրանք իրար մեջ կռիվանեն, ժողովուրդը կշա, իրար մեջ բանակցեն, մենք շայենք, բայց մեկ կուսակցություն որ լինի, ինչ ուզում են անում են, դա։ Եղա, մերսի։